Ուզում եմ այսօր քննարկենք մանկական ակնաբուժական պրակտիկայում հաճախ հանդիպող մի խնդիր, այն է արցունքածորանի բնածին նեղ կամ հակ լինելը։ Բանը նրանում է, որ ներարգանդային կյանքում արցունքային ապարատը պաշտպանված է հատուկ բարակ արցունքային թաղանթով, որը ծնվելուց հետո առաջին ճիչի ժամանակ բացասական ճնշման առաջացման հետևանքով պատռվում է նորմայում, սակայն ինչ-ինչ պատճառներով այն կամ չի պատռվում ընդհանրապես, կամ պատռվում է մասնակի։ Այս երևույթը կարող է հանդիպել թե անհասիկների մոտ, թե նորմալ ժամանակին ծնված բալիկների մոտ։ Մինչև կյանքի առաջին ամիսը նորածնի աչքերը փակվում են դեղին կամ դեղնականաչավուն թարախային արտադրությամբ։ Առաջին իսախտանիշների առաջացման զուգահեռ մայրիկները դիմում են համապատասխան մասնագետի։ Ախտորոշումը կատարվում է մանկական ակնաբուժի կողմից և միանգամից անցնում են բուժման տակտիկային։ Փակ կամ նեղ արցունքածորանի բուժման կարևորագույն կետը ճիշտ ներսումներ կատարելն է, իսկ երբ կա դրան զուգահեռ նաև թարախային արտադրություն, նշանակվում է համապատասխան հակաբակտերիալ բուժում։ Հարկավոր է պահպանել մերսման ճիշտ տակտիկան։ Մատի բարձիկով սկսում ենք արցունքային կետիկից սեղմելով, արցունքային ուղու պրոեկցիայով իջեցնում ենք ներքև։ Այս ամենը կրկնում ենք 3-ից 4 անգամ։ Երբ կոնսերվատիվ բուժումը օգուտ չի տալիս, այն անարդյունավետ է, նշանակում է պետք է կատարել զոնդավորում։